Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ շատ երկար բարակ չնկարագրեմ, բոլորդ էլ շատ լավ ճանաչում եք այսօրվա իմ հյուրին, իմ հյուրը Էդվին Մարտիրոսյանն է, ողջույն Էդվին ջան։ Բարև դիմաց։ Շնորհակալություն, որ ստացվեց այնպես, որ ավանդույթները չխախտվեն, քո ամեն Հայաստան գալուց պարտադիր մի եթեր անում ենք ու հիմնականում շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում, մանավանդ որ քեզ նաև համացանցերում հետևորդներ ունենք, որ համատեղ մեր բոլորիս ընկերներն են եւ բավականին ողջունում են քո գործունեությունը, այն ինչ որ ծավալում ես արտերկրից, որովհետեւ ինչ որ չափով, այո, մեզ այն պատկերացումները կյանքի, աշխարհի կառավարման ամեն ինչի մասին, ինչ որ կա զարգացած երկրներում, մեզ դրա մեկնաբանությունները ինչ որտեղ անհրաժեշտ լինում են։ Այստեղ էլ հենց կարելի ասել մեծ հաշվով Սփյուռքի դերակատարումներից մեկը պիտի որ լիներ, բայց ավելի համակարգված ձևով։ Հիմա ինձ խնդրում եմ կարճ համառոտ ասա, քեզ ոնց ասեմ, բան, հոլանդահայ, սփյուռքահայ, որովհետև ում ասում ենք, որ այս մարդը Հոլանդիայում է մեծացել, ինքնարմատներով Իրանից, չէ, եթե չեմ սխալվում, բայց նաև խոսում է մաքուր խոսում անենց, որ դու չես կարող մտածես, որ դրսում է ապրել, գումարած ռուսերենի իմացությունը։ Ոնց ես այս ամեն ինչը հասցրել։ Ու մի քիչ արդեն կգնանք։ Այսպես է ստացվել, ուրեմն գնել ջան, այ ես մանուկ հասակից մեծացել եմ Հայաստանից, Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից ներգաղթած դեպի Եվրոպա հայերի հետ։ 90-ականներին, երբ մեծ արտագաղթ սկսվեց Հայաստանից, 100,000-ներով մարդիկ լքել են երկիրը, 2000-ներին էլ մինչև 18 թվական, ու այդ մարդկանց երեխաները կամ ծնվել են այնտեղ, կամ այնտեղ փոքր են եղել, ու իմ ընկերները այստեղի բնակիչներ են եղել եւ իրանց հետ ես մեծացել եմ։ Այս վերջերս եթերը Իրանում հենց այդ սպիտակ ցեղասպանության հետ կապված, որը մենք շատ ենք խոսում իհարկե, ինչին որ անդրադարձ չի լինում հաճախ, ու մենակ այս տարի է, որ 25 թվականն է, որ համեմատած ավելի շատ մարդ եկել է, քան գնացել են։ Այո, կա այդպես հիմա։ Վերաբերմունքը տես ընդհանուր առմամբ կասես։ Շատ դրական, ես ուրախ եմ, որ Հայաստանում արդեն այն իրավիճակն է, թե խաղաղության առումով, թե էկոնոմիկայի առումով, թե մնացած զարգացումների առումով, ճիշտ է փոքր քայլերով, բայց զարգացումներ կան ու դա հույս է ներշնչում մարդկանց մեջ եւ մարդիկ ձգտում են դեպի Հայաստան։ Կարող է լինի արտերկրից ցանկանալով գալացողները, կարող են լինեն նրանք, ովքեր օրինակ Պարսկաստանում են ապրում եւ խնդիրների պատճառով լքում են Պարսկաստանը, բայց չեն գնում ուրիշտեղ, գալիս են Հայաստան, որովհետեւ իմ կարծիքով Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է եւ մոտ ապագայում, եթե այս ճանապարհը քայլենք եւ վրիպումներ չանենք, եւ բնակչությունն է շատանալու, հայերը ձգտելու են Հայաստան, եւ արտագաղթն է քիչ լինելու, արտագաղթ գնան ինչ անեն։ Հա, դե պատճառ պետք է լինի, ես ասում եմ 90-ականներին, 2000-ին մինչև 18 թիվը մարդիկ այն մարդկանց, ում ես ճանաչում եմ, շփվում եմ ու դրանք շատ են, կարող եմ ասեմ, Հոլանդիայի, Բենելուքսի, Բելգիա, Լյուքսեմբուրգ մասշտաբով գրեթե բոլորը փախել են Հայաստանից։ Ես հասկանում եմ այդ մարդկանց, ես տեսել եմ նրանց, իրանց հետ իրենց ապրումները լսել եմ, կիսել եմ, լավ օրից չեն փախել մարդիկ, իսկապես ահա որ իրավիճակ է եղել Հայաստանում։ Դե սա ամեն ինչը մենք էլ ենք հիշում, անգամ մարդիկ կային մինչև ես կոնկրետ ասեմ 99-2000 թվականներն էր, մարդը մեր թաղամասում, հարավ-արևմտյան թաղամասում տունը փոխանակում էր 2 հատ տոմսի հետ, ինքնաթիռի տոմսի հետ։ Այո, այսպեսի իրավիճակներ են եղել։ Բայց արի ուտես, որ ներկայիս ներքաղաքական իրավիճակում այդ նույն մարդիկ, ովքեր ում կառավարման վատ կառավարման արդյունքում մարդիկ կորցրած հույսները, գիտես կարող են դժվարությունները լինեն ժամանակավոր, բնական է, բայց երբ որ հույսի շող չի երևում ու մարդիկ ստիպված են լինում լքել, արի ուտես, որ նրանք հիմա մասնակցելու են հեսա քարոզարշավների, առաջարկեն, որ իրենց ընտրեն, որ իրանք երկիրը ծաղկեցնեն։
Մյուս կողմից ես կուզեի քո լսել քեզ, թե ինչպես է դրսից, ինչպես է երևում Հայաստանի քայլերը, թե կլինի արտաքին դիվանագիտության առումով, թե տնտեսության եւ ինչու ոչ մի քանի ամիսը մեկ կամ տարին մեկ երբ որ գալիս ես, անպայման ինչ-որ նոր բացահայտում անում ես, չէ՞, քեզ համար փոփոխություն։ Իհարկե։ Այդ այն թվերը չի, որ 20 տարի հետո գայր, տեսնեիր նույն Ռաֆնա, նույն Ռաֆի վարորդը, էլի չի փոխվել, նույն բանը, ասենք ինչը կառանձնացներ։ Ես ամեն անգամ գալուց դրական զարգացումներ տեսնում եմ, մանավանդ անցած տարի եւ հիմա, ասենք մի քանի ամսվա կտրվածքով տեսնում եմ, որ շատ բան է փոխվել, օրինակ կարող եմ բերել, այցելեցի օրինակ 3 աշտարակ քաղաք, աշտարակից միջև Ապարան, Արագած գյուղ, միջև այդ վերևները, որտեղ իմիջայլոց կես մետր ձուն էր նստած, այցելել եմ մանկապարտեզներ, դպրոցներ եւ մարզերում տեսել եմ, թե ինչպես են զարգացնում այդ համայնքները եւ այդ դպրոցները, մանկապարտեզները եւ իսկապես չեմ կարող ժխտեմ, որ զարգացում կա։ Այսինքն չկա, զարգացում կա եւ այդ միտքը, որ զարգացում չկա կամ դանդաղա չեմ կարող հաստատել, որ չեմ կարող կիսել, որովհետեւ աշկովս տեսա եւ մարդկանց հետ խոսացել եմ դպրոցի աշխատակիցների հետ, փողոցում մարդկանց հետ, ընդհանուր առմամբ մարդիկ բարե մարդիկ լավատես են եւ իհարկե խնդիրներ կան, խնդիրներ միշտ եղել են եւ գալիք տարիներում դեռ լինելու են այն մանր-մունր բաներից, բայց մեծ առումով մարդկանց մոտ մի փոքր հանգիստ է իջել, որովհետեւ այդ խաղաղության միտքը եւ այն միտքը, որ այո, ապագա կա, արդեն սկսում է աշխատել, հա, դե արդեն ֆիզիկապես տեսնում եմ։ Ես մի բան պատմեմ, անցյալ տարի էր, գնում էինք Բերդ Նավուր գյուղ ու գնացինք նոր ճանապարհով, ես արդեն 4-5-րդ անգամն էի գնում այդ ճանապարհով, բայց հյուրերս առաջին անգամ ճամբարակից Նավուր։ Ուրեմն sense այսպես ստացվեց մեքենայից մեջ մի ընկերս է ֆրանսահայ, մյուս ընկերս է շվեդահայ, մյուս ընկերս է Անգլիայի եւ Միացյալ Նահանգների համատեղ ներկայացուցիչ, բոլորը ավակ ընկերներ են եւ մեր այլ մյուս ընկերը Դավթաշենից Տարիկով գնում ենք այդպես ասենք գնանք ժամանակ անցկացնենք ու մտանք այդ նոր ճանապարհով բարձրանալու Եվրոպան տեսած, Եվրոպան ճանաչող, մանավանդ ինձ համար շատ կարևոր էր Կարոյի արձագանքը, որովհետև Շվեդիան ինքը նույնպես լեռնային հատվածներով հարուստ է։ Ուղղակի ապշել էին, որ Հայաստանում արդեն էլի միջպետական, բայց երկրորդական, հա, արդեն ճանապարհները կարող են այդ որակի, այդ սրտացավ մոտեցմամբ, ամեն ինչը ճիշտ ձևով արվածնել, ապշել էին, ասում են մեզ մոտ հնարավոր ասած բան չտեսնես, բայց դա ում որ ասես, մի անգամից ինչ կասեն, այ բա քաղաքի փոսերը տեսել եք, իհարկե տեսել ենք, կներեք, եկեք հիմա նստենք ու համաձայնենք, որ մենք դեռ նոր ենք սովորում նաև քաղաքում ասֆալտ անել, որովհետև այդ ասֆալտը ոչ քաղաքացիական պայմանագիրն է անում, ոչ քաղաքապետն է անում, այո, պետք է վերահսկողությունը ուժեղացնեն, այստեղ քննադատելու տեղ կա, ես ինքս կարող եմ միանալ այդ քննադատություններին, բայց այն կամպանիան, որ շահում է, տենդերը, դեռ ինքը չունի այն պատկերացումը, թե ինչա պետություն, այն պատասխանատվության զգացումը չունի, ինչը որ օրինակ կարծում եմ Եվրոպայում շատ չես հանդիպի, ես ինքս եղել եմ, այնտեղ հասարակ աշխատողներից սկսած, եթե ձեզ թվում է, թե մենք ենք մենակ պատրիոտ աշխարհում, շատ սխալվում եք, նույն Հոլանդիայում, Նիդերլանդերում, ես դեռ շատ երիտասարդ պատմություն ունեն, բայց իրաց պատրիոտներն էլ պատրիոտ են, էլի գժի նման են, էլի։ Հիմա գիտեմ, որ այստեղ հանդիպումներ ես ունեցել, Գարիկ ջան, պիտի կիսվես ինձ հետ այդ հանդիպումներով, արդյունքներով կամ ընդհանուր թեման մի քիչ մանրամասնենք, որովհետև ես ինձ հետ էլ Նիդերլանդներից հատկապես շատ կապվել եմ ու խնդիրները առաջացել, որ մեր քաղաքացիները կարողանան գան Հայաստան, ազատ ժամանակ անցկացնեն ու վերադառնան։ Եվ այդ խնդիրները շատ խորը արմատներ ունեն
ու հիմի կարող է туриզմի վրա դա ազդի, տարվա կտրվածքով հաշվետվության վրա, չէ, կարա ազդի շատ այլ տնտեսության վրա եւ այլն։ Այո։ Այստեղ կարող ենք մի փոքր մանրանալ, խնդրեմ։ Ուրեմն, այո, դա մեծ խնդիր է ներկայդրությամբ Եվրոպայի հայերի համար եւ միգուցե Ամերիկա հայերի համար, որոշ մարդկանց համար։ Ուրեմն, սպիտակ ցեղասպանության տարիներին 90-ականներին եւ մինչեւ 18 թվական արտագաղթել են մեծ քանակով մարդիկ, որից մի մեծ մասը գնացել է Եվրոպա։ Եվրոպա հասնելուն պես Եվրոպայում իրավաբանները հիմնականում առաջարկել են այն թեզը, որ նրանք իրենց անունները փոխեն կամ ծննդաթիվը փոխեն, կենսագրությունը փոխեն, որպեսզի փախստական հանձնվեն եւ որպեսզի նրանց չվերադարձնեն Հայաստան, որպեսզի շանսը մեծ լինի պատասխան ստանան եւ կեցության եւ բնակվեն այնտեղ Եվրոպայում։ Տեսեք, քանի որ մարդիկ փախել են այստեղից եւ վախեցած են եղել եւ այդ շանսը, որ իրանց պիտի վերադարձնեն, այօրինակ ասացիր, որ տունը տվելա Տոմսի դիմաց ու գնացել է, ոչ մի բան չունի, այսինքն վերադառնալու շանսը իր ուղեղում չկա։ Այդ մարդիկ գնացել են այդ քայլին։ Ասենք անունը եղել է Գուգո, դրել է Գագո, փոխել են։ Ու իրավաբանի հետ եւ այլն եւ մի քանի տարի անց եղել է համաներում ընդհանուր եւ այլն եւ ստացել են պարդոն են ասում, այո, մարդասիրական սկզբունքներով Եվրոպան անում է որոշ ժամանակը մեկ, որպեսզի մարդկանց օդի մեջ չպահի եւ մարդիկ ստացել են մնալու իրավունք, տարիներ հետո ստացել են Գերմանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի անձնագիր։ Այստեղ հարկանշել նաեւ, որ այդ ինտերվյուների մեջ դե փախստական ժողովրդան չի կարա համարվի մարդը, ով նստել է այստեղ ինքնաթիռ, գնացել ինքնաթիռով իջել է ուրիշ տեղ։ Այսինքն ճանապարհի մասին էլ էս պատում, հետո ինչի քո երկրում պիտի ներկայացնես, որ համ հալածված է հասարակության կողմից, համ օրենքի կողմից։ Իսկ դրա համար 3 տեսակ է ժամանակ բան կար, մեկը դե քաղաքական քաղաքալացիալն է, քաղաքական փախստականն է, մյուսը կրոնական փախստական է լինում, ասենք դրանք գալիս են ավելի ռադիկալ երկրներից եւ կրոնական երկրներից եւ իհարկե այն երկրներից, որտեղ որ երկու պետությունները պատերազմի մեջ են ու խառը ամուսնություն կա։ Ու հենց այստեղ թե հայերը, թե ադրբեջանցիները օգտվել են սրանից, ադրբեջանցիները գնացել հանձնվել են, որ իրանք կիսով չափ հայ են, հետեւաբար ոչ Հայաստան կարող են գնալ, ոչ Ադրբեջան, հայերն են գնացել հանձնվել են, պատմել են, որ կիսով չափ ադրբեջանցի են, ասեն, որ դա հոգեբանորեն շատ ծանր բան է եղել, բայց պատկերացրեք ինչ ծանր է եղել Հայաստանում ապրելը, որ անգամ այդ ծանրությանը դիմակայել են։ Հոգեբանորեն մարդը տարիներով պիտի ապրի դրա տակ, որ հանկարծ չբռնվի, չէ, իր սուտը չբացվի, պատկերացեք, երկար տարիներ այդ սուտով ապրում են։ Ու հիմի ներկայացել են որպես ադրբեջանահայեր կամ հայաստանա-ադրբեջանցիներ։ Մի մասը։ Բայց տվալ մասն է դա։ Էդ էլ ասենք, մեծ մասն է դա։ Ուրեմն հիմի այնտեղ արդեն ունեն անձնագիր, հետո տարիների ընթացքում ամեն դեպքում եկել են Հայաստան, հանել են նորից իրենց իրական անուն ազգանուն կենսագրությունով այստեղ անձնագիր ու ստացվել է լրջագույն քրեական օրենքի խախտում դա արդեն, որովհետև դա նշանակում է, որ դու քեզ դնում ես ուրիշ մարդու տեղ, կամ Հայաստանում, կամ Նիդերլանդներում, կամ Գերմանիայում, չէ՞։ Եվ այստեղ մի sense հետաքրքիր բան կա։ Դեպքեր են գրանցվել, որ մարդիկ են եկել ու իրանց բռնել են։ Հա, մարդը ընտանիքով են էլ գան Հայաստան։ Սա էլ է հետաքրքիր գնել ջան, տես մարդիկ գալիս են այստեղ 18 թվականից արդեն հեղափոխությունից հետո 21 թվականից հետո անձամբ մարդ գիտեմ մի քանի անգամ եկել է ընտանիքի հետ է գալի ամեն տարի դու գիտես որ ես այտենց պրոյեկտ ունեմ հայտարարում եմ ամեն տարի որ գնում ենք Հայաստան ամեն մարդ մինիմալ 1000 եվրո ծախսում է իր վրա բայց Հայաստանում այսինքն կարգո համար ուտելիք խմիչք շորեր բայց ծախսիր Հայաստանում ու տասնյակ հազարավոր մարդիկ անում են դա ու ինձ նամակ են գրում միանում են այդ շարժմանը կեցեք նու իրանց ես կարծում եմ դա է ճիշտ է եթե պիտի գնաս Իսպանիա ծախսես քո փողը ծախսիր Հայաստանը շատ լավ գաղափար է ուրեմն պետքա տարածել այդ գաղափարը մարդիկ չէ հա տարածել են Հայաստանը հա շատ լավն է հա ծախսել Հայաստանում քո վրա ծախսի մի տուր մեկ քո վրա բայց Հայաստանում
Ուրեմն մարդիկ հետևում են դա, այսինքն ամեն տարի ես ունեմ մեծ խումբ, որ ուղղակի գալիս են ուղարկում են տես Հայաստանում էս եմ անում, այն նկարներ են ուղարկում։ Ուրեմն հիմա մարդը կոնկրետ եկել է ընտանիքի հետ, ամուսին, կին, երեխաներ։ Կնոջը օդանավակայանում ասում են դու այս անձը չես, մենք տեսնում ենք, որ տարբեր անձեր ես։ Անձեր են, խնդիր ունես։ Տարել են ներս, հոլանդական անձնագիրը ձեռքից վերցրել են եւ ասել են կվերադարձնենք շուտով, բայց պիտի ինչ-որ այստեղ խնդիր կա։ Ու այդ մարդը ամիսներ աստեղա անձնագիրը չեն տալիս, դատական գործեր ա գնում եւ այլն եւ այլն։ Տեսեք, ամուսինը, երեխաները գնացել են, բայց գիտենք, որ նույն խնդրի հետ են առնչվում, բայց թե ինչի է կնոջ հետ։ Մեկինը դուրս է եկել, մեկինը։ Տեսեք, բեր արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի սխալ բան չի անում։ Այն առումով, որ օրենքի համապատասխան եւ նույնիսկ համաշխարհային օրենքի համապատասխան։ Այո, ես այդտեղ համաձայն եմ, ոչ Հայաստանն է սխալ բան անում, ոչ էլ երբևէ այն մյուս երկիրն է սխալ բան անում։ Բայց այդտեղ մարդու ճակատագիրն է խեղվել որոշների կառավարման արդյունքում, բայց այսօր մենք հասել ենք այդ հանգրվանին, կա այդ խնդիրը։ Խնդիրը անխուսափելի էր, ուշ թե շուտ սա բացահայտվելու էր ու այստեղ երկու կողմանի դրա տակը նստած նորից խնդիր կա, մեկը նա է, որ անցումային ինչ որ ժամկետ չի եղել, մարդը չի իմացել, ասելա լավ, 3-4 անգամ գնացել եմ, 5 անգամ խնդիր չի, հիմա ինչի պետք է խնդիր լինի, ու հիմա մի անգամից խնդիր է, այսինքն անցումային ոչ մի հայտարարություն, ոչ մի բան չի եղել։ Երկրորդն էլ նա է, որ հիմքը այս խնդրի սպիտակ ցեղասպանությունը ոչ մի կերպ, ոչ մի պատգամարմնի կողմից չի արձանագրվել, դրա մասին մարդիկ չեն խոսում։ Այո, երբ որ ասում ենք իրավաքաղաքական գնահատական պիտի հնչեցնեն հեղափոխությունից հետո, պիտի այդ իրավաքաղաքական գնահատականը տրվեր Հայաստանի Հանրապետությանը վնաս հասցրած 3 ղեկավարների հետ կապված, լավ 2.5, հա, սենց գցենք։ Չեմ ասում անպայման պետք է նրանք գնային քրեական պատասխանատվություն կրեն, որովհետև երկրի ղեկավարները իմունիտետ են ունենում այդ իմաստով, ու ամեն դեպքում չի որ դա իրավական բանալում, բայց գնահատականը պիտի գոնե լինի արձանագրվի, հաստատվեր թեկուզ ազգային ժողովով, հիմնավորվեր, հաստատվեր, ինչ որ ձև։ Այսինքն հաստատ իրավապահները այստեղ ավելի լավ բաներ կառաջարկեին, քան մենք։ Ու ինչ որտեղ արդեն այսօրվա դրությամբ հնարավոր կլիներ հղում անել ինչ որ մի բանի, չէ, ու թեթևացնել իրավիճակը։ Ես լուծումը չունեմ, քանի որ ես հասկանում եմ, սա շատ բարդ թեմա է, բայց իհարկե այսպիսի բաներ մենք տեսել ենք, այ օրինակ Եվրոպայում, ու հիմնականում երկրորդ համաշխարհայինից հետո այսպիսի դեպքեր շատ են եղել, եւ մարդիկ հնարավորություն են ստացել, իմիջիալոց Իսրայելում էլ է եղել, հնարավորություն են ստացել, որ իրենց կյանքը բերեն իրականության մակարդակի, այսինքն համապատասխանացնեն եւ միգուցե ընտրություն անեն, դու ես թե սա ես, դու չես կարող միաժամանակ երկու անձ լինել։ Եվ այստեղ քանի որ հիմքը չի դրա մասին չի խոսացվել, սպիտակ ցեղասպանության մասին չեն էլ խոսում, մի փոքր սա հիմա արտասովոր է եւ ինչ որ բան է կատարվել միանգամից խնդիրներ է։ Տեսեք, Գնել ջան, մենք 110 տարի առաջ ցեղասպանությունից խոսում ենք, բայց 20 տարի առաջ, նույնիսկ 10 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունից չենք խոսում։ Իսկ գուցե մենք ցեղասպանության մասին ունենք թյուր կարծիքներ պատկերացման մասին, ինչա ցեղասպանությունը։ Այդպես էլ կա։ Մեզ համար ցեղասպանությունը երևի այն որ պիտի սրի առնեն, ասենք օրինակ եթե թնդանոթով են սպանում, դա ուրիշ է։ Հա, պիտի թրով անպայման սպանեն երևի, պիտի անպայման լինեն բռնաբարության տեսարաններ, չգիտեմ են բան, հա, գույներով լցված արյան գույնով լցված բաներ, ու մենք ցեղասպանություն դա ենք պատկերացնում։ Ու շատ դեպքերում չենք էլ ընդունում, ընկալում, որ այսօր հենց հիմա մենք այստեղ հաղորդում ենք վարում, բայց աշխարհի որոշակի ծայրերում ցեղասպանական դրսևորումներ են կիրառվում։ Ուրիշ ազգեր, ուրիշ ազգերի դեմ։ Ամեն դեպքում ես առաջարկում եմ, քանի որ հեսա մի քիչ լայն թեմայի ենք երևի թե արդեն կպնում, գնանք կարճ դադարի, որ ոչ մի բան կիսած չմնա։ Կարճ դադար մեր եթերում։
Վերադառնանք, սիրելի հեռուստադիտողներ, խնդրեմ կարող ենք միտքը հենց այդտեղից էլ շարունակել, որ գուցե մենք սխալ պատկերացում ունենք ու այո, կրթությունը, այսինքն ոնց պատտվենք դարձյալ կրթությանն ենք գտնում։ Կրթություն տարբեր դրսևորումներով, հա։ Կրթությունը մեզ չի բացատրել, չի պատրաստել, չի ներկայացրել, որ բնական է դա, որովհետև բռնապետերի ժամանակ ոնց կարա բռնապետական ռեժիմի կրթական համակարգը կամ թեկուզ երրորդ կողմերից գրված գրքերը մեզ համար ընդունելի լինեն, որ հենց հիմա սպիտակ ցեղասպանության զոհ ենք մենք։ Դա էլ իր բնական է, բայց գոնե 18-ից հետո կարելի է սկսել սրա մասին խոսալ, հա։ Ես ասեմ, որ Գնել ջան, Հոլանդիայում խոսել եմ իրավաբանների հետ, ովքեր համաշխարհային այդ օրենքների մեջ են մասնագիտացված եւ նրանք ինձ բացատրել են, որ սեք եթե լայն ձևով ոչ թե այդ սրի եւ բռնաբարության միայն առումով նայենք, հայերը հայաստանյա եւ Արցախի, եթե այդ տիրույթը վերցնենք, վերջին 110 տարվա ընթացքում 110-15 տարվա ընթացքում 3 ցեղասպանություն է տեղի ունեցել։ Այսինքն մենք մշտապես ցեղասպանության մեջ ենք եղել, այսպես տարբեր տեսակի, 3 տարբեր։ Առաջինը ամենածանրը, որը սպանություններով, ու ասենք չես կարող շղթես, երկրորդը սպիտակ ցեղասպանություն, որտեղ կառավարողները այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ մարդիկ գաղթում են, այսինքն դատարկվում է երկիրը, եւ երրորդը Արցախի հարցը, այո, նույնպես պիտակավորվում է որպես ցեղասպանություն, քանի որ այնտեղ որտեղ էթնիկ զտում, այսինքն մասնագետները բացատրում են, ասենք, եթե ինչքան ֆիզիկապես ավել են ապացույցները, ասենք այդ սպանություն, ջարդել ավելի հեշտ է պիտակավորել եւ սպիտակ ցեղասպանությունը իհարկե այդքան հեշտ չի, մանավանդ եթե դատապարտվածներ չկան, եթե երկրում ցեղասպանություն գործողները ազատ պտտվում են, դժվար է, բայց հիմա հարցը խնդիրը դրանում չի, ես չեմ փնտրում մեղավորներ կամ լավ ինչ առաջարկներ կան։ Հիմա sense բան, չէ, ես խնդիր եմ տեսնում ու այդ խնդիրը կա։ Տես, ամեն տարի գալիս են հազարավոր, տասնյակ հազար, 100,000-ներով հայեր Եվրոպայից, Ամերիկայից, արևմտյան այդ կողմերից գալիս են այստեղ հանգստանալու։ Այդ սկզբունքը կա 1000 եվրո մինիմալ, ոմանք շատ ավել են ծախսում, ու туриզմի համար է լավ, ամեն բոլոր բնակավարներում լավ է։ Հիմա այդ մարդկանց գերմեծամասնությունը, որ գալիս են, չեն գալու, քանի որ Եվրոպայում եւ Ամերիկայում մեր տիրույթում պանիկա է տարածվել, որ բոլոր նրանք, ովքեր ինչ որ կերպ իրենց անունի հետ ինչ որ կամ ծննդյան թվի հետ կամ վայրի հետ խնդիր ունեն, բռնելու են եւ ձեր անձնագրերը ձեզնից վերցնելու են, քանի որ դեպքերը արդեն մի հատ չի, երկու հատ չի, երեք հատ չի։ Ու ինչի եմ ասում պանիկա, որովհետեւ իրականությանը չի համապատասխանում, ոչ բոլորին են բռնում, բայց ամեն մեկը չգիտի ինքը ոչ բոլորի մեջ է։ Այդ շանսը։ Այսինքն հիմա ինչ է կատարում, օրինակ բերեմ։ Կոնկրետ օրինակ, մարդը որոշել է ծնունդը Հայաստանում նշի, 60-ամյակ, որովհետեւ մտածում է այդ սկզբունքը, որ եթե ծախսում ես Հայաստանում, բերեք այնտեղ անենք։ Ու էսի հիմա ռեալ դեպք ես։ Ռեալ դեպք եմ ասում։ 100 ընտանիք է հրավիրել, բոլորը ասել են գալիս ենք։ Տոմսերը առել են, պատրաստվել են, երբ որ պանիկան տարածվեց մի քանի շաբաթ առաջ, 90-ը 100 ընտանիքից տոմսերը հետ է տվել։ Ասել են կներես կվերադառնաս Հոլանդիա, մենք ես կշնորհավորենք։ Հա։ Մարդիկ չեն գալիս, վախենում են։ Նույնիսկ մի կին, ով որ ամուսնացել է գերմանացու հետ, ստեղից գնացել է, օրինական ձևով ոչ մի խախտում չկա։ Այդ կինը զանգել է ինձ ասում է, այս տոմսը հետ եմ տվել, վախենում եմ, խնդիր ունենամ, ես իմ ամուսնու ազգանունն եմ կրում։ Բայց դա նորմալ է։ Նորմալ է, բայց երբ որ պանիկան տարածվում է, պատմությունները մեծանում են, մեծ խնդիր է։ Հիմա ինչ է տեղի ունենում, օդանավները դատարկ։ Իմիջիալոց ես որ ստեղ գալիս էի օդանավը լեփլեցուներ, հիմնականում եզդի հայերն էին, հայաստանցի գալիս էին ինչ որ տոնի, բայց նրանք ովքեր որ պիտի գային, ես գիտեմ իմ ռեյսի հետ, իմ օդանավները տոմսերը հետ են տվել։ Ու կանխատեսումը այդ խնդիրը չունեն, որովհետև իրանցը ու ավելի հեշտ է եղել, ուրիշ ազգ գնում ես այնտեղ, ասում ես ես այնտեղ խնդիր ունեմ։ Մի խոսքով, տես հիմա տասնյակ հազարավոր, միգուցե 100,000-ից մարդ այս տարի չի գալու Հայաստան։ Հիմա ստե խնդիրը ինչու՞մ է։ Եթե այդ մարդիկ չեն գալիս, գումարը չեն բերում Հայաստան, туриզմը անկում է ապրում։
դրա ինչն է լավ, դա վատ է։ Երկրորդ, հայ մարդը ցեղասպանության, սպիտակ ցեղասպանության հետևանքով հետևանքներն է պետք հա, պահել։ պահելա պետք, դատարկա օթանավները։ Այդ մարդիկ փախել են, գնացել են ու 18 թվից հետո այդ մարդկանց մեջը որ վախը կար, չկա վախ, չկար։ Այդ մարդիկ Հայաստան գալիս էին, գնում էին, հիմա գոյություն ունի նորից եմ ասում 100,000-ից մարդ, ով վախենում է Հայաստան գա։ Ու դրանք կրիմինալներ չեն, դրանք ասենք բոլորը չեն, որ ասենք ինչ որ խախտում են արել, ուղղակի բախտի եւ այս կյանքի հետևանքով սենց է եղել։ Հիմա 100,000-ից ավել մարդ վախենում է Հայաստան գալուց։ Ես կարծում եմ դա ճիշտ չի, ինչի պիտի հայը վախենա իր հայրենիք գնա։ Լավ, այստեղ հոգեբանական մասը հասկացանք, իսկ տեխնիկական մասով ինչ առաջարկներ կան։ Որովհետև այդ նույն համաներումը, եթե օրինակ պատկերացնենք մի հատ համաներում, ասենք իմ կարծիքով բնականաբար ավելի հեշտ կլինի, որ հայկական կողմը նախաձեռնողը լինի, որովհետև Եվրամիությունը այդ հաշվի առնել է Նիդերլանդները ինքնագլուխ միայնակ տենց չի, էլի ասենք որ չէ, հայկական կողմը ավելի հեշտ ու արագ կար այդ փաստաթղթային հատվածը լուծի, չնայած ռիսկեր պարունակում է այդտեղ, որ այս մարդիկ չեն հրաժարվելու իրենց եվրոպական անձնագրից, սա բոլորս ենք հասկանում, կամ պետք է ինչ-որ կերպ ձգել, տեսնենք մենք Եվրամիության անդամ դառնում ենք, թե չէ, այդտեղ մի քիչ ավելի կհեշտանա այդ հարցերը լուծելը, կամ պիտի ասենք, տեսեք, դուք ունեք, ասենք, չգիտեմ, Հոլանդիայի անձնագիր ու հայկականն էլ ունեք, այս հայկականը եկեք անուն լրովա չենք անում, դուք ձեր բանը հոլանդական անձնագրով ինչպիսինն եք, ով եք, դրանով Հայաստանում կարող ես անել անձնագիր ու քո կենսագրությունը սպիտակ էջից սկսենք, իհարկե մի հատ ուսումնասիրելով, եթե մարդը քրեական հետապնդման չի եղել նախկինում եւ այլն, ու ընդունելի համարեն այս մի մարդու ներկայությունը, այն մի մարդուն բայց ինչ անենք, վեր չկա ինչ, կամ նույնականացված է, հա նույնականացված է, նույն մարդն է, վсё, հանենք այնի, ինչ որ կերպ պետքա այս ուղղությամբ Գնել ջան, ես քո հետ համամիտ եմ միանշանակ, որ լուծումը պիտի Հայաստանից գա, բայց ինչպես ասացի, ես լուծումը իհարկե կարծիքներ ունեմ, սենց օպցիաներ կա, բայց լուծումը ընդհանուր A-ից B, Z չունեմ, որ ասեմ սա է լուծումը, որովհետև շատ բարդ թեմա է։ Եվ քանի որ Հայաստանի Հանրապետությունը ներկայությամբ ոչ մի սխալ չի անում, օրենքի շրջանակներում են ծավալել իրենց գործունեությունը, ես ընկալում եմ առնվազն, որ այս թեման բարձրաձայնվի եւ սրա մասին խոսացվի եւ եթե հնարավոր է ինչ որ լուծում առաջարկեն։ Այդ քո ասածը կարող է լինի լուծում, կարող է ուրիշ լուծում լինի։ Կարող է 1 տարի ժամանակ տան մարդկանց, որ եկեք հարցերը լուծեք, ընտրություն կատարեք կամ եթե ինչ որ փոխելու բան կանոնները փոխեք։ Դες sense բան կա, մարդասիրության առումով Եվրոպայում համաշխարհային օրենքով sense օրենք կա, որ եթե նույնիսկ Հոլանդիայում Հոլանդիան իմանա, որ դու քո անունը փոխել ես, բայց դու քո անձնագիրը ստացել ես 12 տարի առաջ, հա, երկրներ կա 12, 15, չէ՞, Գերմանիայում եթե չեմ սխալվում 8 տարի է, Հոլանդիայում 12 կամ 10 տարի է Գերմանիայում, եթե նույնիսկ նրանք իմանան, որ դու քո անունը փոխել ես, ոչ մի բան չեն անում։ Այսինքն ինչ որ Համաներումը կա, որ արդեն դու արդեն այդ անձն ես։ Դու փոխել ես, հիմա դու այդ անձն ես ու վերջ։ Տեսեք, ես մտածում եմ ընդհանուր առմամբ, սենց ասեմ, Հայաստանի համար։ Ինդիվիդուալ առումով կարող եմ ինչ-որ ինդիվիդու անձերի մասին մտածեմ, բայց Հայաստանի համար։ Ես մտածում եմ, եթե 100,000 մարդ ստեղ չի գալիս, վախենում է, հայը վախենում է Հայաստան գալուց։ Դրա լավը որն է։ Այս էլի, այստեղ մի հետաքրքիր բանի էլ պետք է փորձենք առնչվել, առանց բաների էլի են տողատակերի։ Այդ պանիկայի տարածում ասվածը ինքը աշխարհի ամենավատ բանն է։ Այո։ Կլինի ռազմական գործողությունների դաշտում, կլինի հարկային գործողությունների դաշտում, թե կենցաղային։ Ուրեմն այստեղ սփյուռքի հանձնակատար ունենք, ով պիտի որ այս խնդիրները հավաքագրած, խմբագրած ներկայացած լիներ, որ sense բաների կարող է բախվենք։ Չգիտեմ, սփյուռքից մեր հայրենակիցները,
ունեն երկու ուղղություն, նու երեք կարելի ասել, բայց այն մեկը դնենք մի կողմ։ Հիմնականում իրենց հարցերը, խնդիրները, առաջարկները, անգամ ներդրումային ծրագրերը վատից մինչև լավ, հա, ալֆայից մինչև օմեգա, ունեն երկու ուղղություն մշտապես, որ կարող են դիմել։ Մեկը Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն է, մյուսը դեսպանատունը տվյալ երկրում։ Ուրեմն թե մեկի, թե մյուսի հարցում մենք մշտապես տեսնում ենք пассивություն։ Գուցե Սփյուռքի հանձնակատարը, չգիտեմ, վազում է այս կողմեն կողմ, ինչ ամ, ես չեմ ասում ինքը վատ է աշխատում, բայց սիստեմ ոնց որ ասած մենք չենք տեսնում այդ առումով։ Կամ ինչ է առաջարկում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը առհասարակ ինչի մասին է, մենք այստեղ նստած չգիտենք, դուք գիտեք թե չէ։ Տեղյակ չէ։ Կարող է մարդիկ կան գիտեն, չգիտեմ, բայց այնուամենայնիվ դրա լուսաբանումը շատ пассив է։ Մենը էնել մեր պարագայում դա անթույլատրելի բան է։ Երբ որ 3 միլիոն ապրում են Հայաստանում 7 միլիոն արտերկրում, դա անթույլատրելի բաց թողում է։ Եվ երկրորդը դեսպանատները։ Դեսպանատները ինչեր են արել եւ շարունակում անել։ Իհարկե հիմա մի փոքր ավելի զուսպ գուցե, բայց այնուամենայնիվ, ասենք կոռուպցիայի մեջ չթաթախել դեռ չի նշանակում պետությանը օգտակար գործունեություն ծավալել։ Եվ մեր դեսպաններն էլ հիմնականում կարծում են, որ իրենք քաղաքական ներկայացուցություն, քաղաքական դիվանագիտական ներկայացուցություն են ու այնքան էլ հայերի հետ կամ թղթի վաճառքի մեջ են հետները, չէ, ինչ որ նոտարական գրասենյակի նման մի բան է, այդքան փող, չգիտեմ, հոլանդացուն էլ տասը թուղթը քեզ կճարի կբերի էլի, ասենք, այնս գներով է այդ ամեն ինչը լինում, բայց խնդիրները չեն արձանագրում։ Ես երկուշաբթի օրը հյուր ունեի, այ որոշել եմ մեր բազմաթիվ հեռուստադիտողների իսկապես թե զանգերով, խնդրանքներով, նամակներով նրան եւս մեկ անգամ հյուր կանչել, նրա հայրը եղել է մեր շատ առաջադեմ դեսպաններից մեկը, էլի։ Այնպիսի հարցեր էր, դու դրսում զրուցում ենք կազմակերպչական բաների բացթողումների մասին էր խոսում, դեռ 90-ականներին եղած։ Որ ասում եմ, բայց հիմա էլ է տենց։ Այսինքն մենք ունենք խնդիրներ, որոնք որ առնվազն 30-35 տարեկան են։ Ու դրանք ոչ ֆինանսի հետ են, հա, կապ ունեն, ամեն ինչը ֆինանսի հետ կապ ունի, բայց չեմ ասում ես ինչերի, էլի։ Այսինքն հիմնականում կազմակերպչական բաց թողումներ են, կամ ալարկոտության դրսևորում, կամ անտարբերության դրսևորում, կամ լավ դե քանի մեզ չեն ասել, արի այս թեմային ձեռ չտանք, հավելյալ գործ չբացենք գլխից, բայց ինչ անի Սփյուռքում ապրել 7 միլիոնանոց բան է։ Սա մեծ խնդիր է, գնել ջան, սա մի հոգու, երկու հոգու, սա 100,000-ից ավել մարդու մասին է։ Իմիջիալոց ասեմ, մեր առաջվա դեսպանը Հոլանդիայի Բալայանը շատ ակտիվ էր եւ ամեն տարի հրավիրում էր շատ հայկական կազմակերպություններին, ինձ էլ հրավիրել է, գնում էինք, շփվում էինք եւ ուրեմն ասում գլուխ գլխի էինք տալի, թե ինչ կարելի է անել Սփյուռքում եւ Հայաստանի համար։ Այսինքն չի ամաչում դիմում է օգնության, չէ, ասենք, այ այդ ամենակարևոր բանն է մեր հայկականության մեջ։ Ալլավ ես ում ասում, բա չեն ասի, որ ապա չգիտեմ սրա ձևը։ Կասես մի հատ խնդիր չգիտեմ լուծելու ձևը, տղերք, մի հատ եկեք տեսնենք այս ինչ է։ Մեր ներկա դեսպանին ես ոչ ճանաչում եմ, ոչ իր գործունեությունից եմ տեղյակ, ոչ մի կերպ գիտեմ, որ հայկական կազմակերպությունները բողոքում են, որ կապ չկա, նենց որ այս հարցը չեմ սպասել եւ չեմ սպասում, որ կբարձրաձայնվի։ Ու ամենավատը գիտես որն է լինում սեն ժամանակ, այդ ինչար։ Որ կարող է գնաս անոթանաս բարձրի լավ էլ մարդ է։ Այսինքն մարդու լավ ու վատը չեն քննարկում կամ ինքը իր բում գործունեությունը ճիշտ անում է։ Հա, բայց դա դեռ չի նշանակում լավ։ Չէ, մենք տեղյակ չենք ինչ Նիդերլանդերում արդեն գոյություն ունեն լուրջ մարդիկ, ովքեր արդեն լուրջ անցած ճանապարհ ունեն, չէ՞, դի 2000-ականները չի, որ դեռ նոր են սկսում իրար ճանաչել, ծանոթանալ։ Արդեն ահագին քայլեր կան արված այդ ուղղությամբ ու ճանաչված մարդիկ կան։ Կարելի է ստեղծել ինչ-որ հանրային փոքրիկ խորհրդի նման մի բան հոլանդահայերի։ Այսինքն են հին սիստեմներով կիսադաշնակցական, գիտես, չկայացած դաշնակցական, որ համայնք այս 8 հոգին սա, սենց մեր լեռները ու բանը, զարդիր դաշնակ դրով։ Ասենք, սա մի հատ թողնենք, էլի ժամանակակից մոտեցման համակարգելու ձևեր կա, էլի ինչի համար չգնալ այդ ճանապարհով։ Հիմա տես ես խնդրանք ունեմ Հայաստանում պատկան մարմիններին, թեկուզ եւ ԱԱԾ-ին, դատախազությանը եւ իհարկե օրենսդիր մարմիններին, որպեսզի ուշադրություն դարձնեն այս թեմային եւ
ինչ որ լուծում առաջադրեն։ Այս թեմայի մասին գոնե խոսացվի բաց, որովհետև սա այն թեման է, որը մենք հիմա չենք զգա, բայց տարվա վերջում, երբ որ туриզմի մասին կխոսացվի, մենք դա տեսնելու ենք, զգալու ենք։ Ու պատկերացնում ես, եթե 25 թվին մենք ունեցել ենք բարձր туриզմի ցուցանիշ եւ մյուս տարի լինի ավելի ցածր, դա ինչով է լավ։ Туриզմը չամեն դեպքում մեր հայերն են, այս խնդիրներին պետք է լուծում տալ։ Նայ, այդ մարդիկ, ովքեր փախել են սպիտակ ցեղասպանության զոհերը, ունեն բարեկամներ, հարազատներ Հայաստանում։ Ոչ միայն նրանք են այդ կյանքով հիմա վախեցած ապրում, այս մարդիկ էլ են ստեղ նույնով ապրում։ Ու սա ազդելու է ամբողջ երկրի դինամիկայի վրա, եւ ընտրությունների վրա, եւ մնացած բաների վրա, տրամադրությունների վրա։ Ոնց կարող է տենց լինի, ես հիմա նորից եմ ասում, Հայաստանը սխալ բան չի անում։ Օրենքի բայց ոնց կարող է սենց լինի, որ հայ մարդը արտերկրում վախենա Հայաստան գնալուց։ Ոչ թե կրիմինալը, հանցագործը պիտի վախենա այստեղ գալուց։ Բայց հասարակ հայ մարդը ում ճակատագիրը խեղվել են գնացել ինքնուրույն իր կյանքը ոնց կարողացե կառուցել։ Կներեք, այստեղ պետք է մի հատ հիշել է։ Ասենք մարտի 1-ի դեպքերով մի հատ վճիռ ներկայացրել, չէ՞ որ պետությունը իր քաղաքացիների անվտանգությունը բան չի արել, չի ապահովել։ Այսինքն կոնկրետ պետությունը վտանգ է ներկայացել իր քաղաքացիներին։ Վտանգ է իրանից ներկայացել իր քաղաքացիների առաջ։ Այս մարդիկ մեծ հաշվով Էդի մի հատ մարտի մեկն է հստակ դրսևորման, որովհետև այդ տիպի մարդիկ հավաքվել էին իրար հետ։ Բայց այս տիպի մարդիկ բաց են ապրել, ավելի բացազատված։ Ու ամեն մեկը իր գլխի ճարը ոնց կարողացել տեսել է։ Բա ինչ աներ, ինչ թույլ տար իրար։ Ասեմ ավելին, գնել ջան, ասեմ ավելին։ Եվ դա պետության թերացումն է դառնում, ուրեմն պետք է ինչ-որ ասեմ ավելին։ Խոսում եմ ուրեմն Երևանում, երեք խոսում եմ մի կնոջ հետ, ով ասում է իմ եղբայրը ապրում է Հոլանդիայում։ Այն դժվար տարիներին ինքն է մեզ պահել, այսինքն այնտեղից գումար արգել պահել։ Ու այդ կինը լացելով է պատմում, ասում է հիմա իմ եղբայրը վախենում է գա Հայաստան։ Այսինքն այդ Սփյուռքում ապրող փախած մարդիկ, ովքեր ցեղասպանության զոհ են սպիտակ, մեծ զուգահեռաբար աջակցել են այդ մեկին, ովքեր ընտանիքը չի պահել այստեղ։ Փող ուղարկի, օգնել են ման։ Ու այդ մարդիկ հիմա վախենում են գան Հայաստան։ Ինչ որ վախ կա, որ իրանց պանիկա է իհարկե, ու բոլորին այդպես բան չկա, բայց պանիկան կա, մարդիկ չեն գալի։ Ու դա ինքը այդ միտքը, որ հայը պիտի վախենա, մաքուր հայը վախենա Հայաստան գա, դա արդեն մեծ խնդիր է։ Եվ իմ խնդրանքը նոր ասեցի, թող որ պատկան մարմինները, թեկուզած դատախազություն, այս թեմայի մասին խոսան եւ ինչ որ լուծում առաջադրեն։ Ինչ որ հնարավորություն, ինչ որ ճանապարհ բացեն, որպեսզի այդ մարդիկ կարողանան իրենց հարցերը լուծեն։ Ես իհարկե վստահեցնում եմ, ես այդ մանդատը ունեմ, որպեսզի այդ մարդկանց անունից ստեղ այդ խնդրանքը դնեմ սեղանին եւ վստահեցնում եմ բոլորին, որ այն մարդկանց հետ ում հետ ես շփվում եմ, դա գերմեծամասնությունն է Եվրոպայում, նրանք սրտացավ են Հայաստանի համար, նրանք սիրում են Հայաստանը, նրանք սիրում են Հայաստանի հային։ Եվ ինչու ոչ քիչ հնարավոր է նաև վերջնական հաստատվեն Հայաստանում, շոշափում են ինչ-որ բաներ, մոտ գնում են գալիս են, ամեն դեպքում միջավայրը հոգեբանությունների դերը խաղում է, այդ մարդիկ արդեն երեխաներ ունեն, այդ երեխեքը դպրոց են գնում, մի քիչ դժվարություններ կա, մտածում են, չէ՞, այդ շատ են, որ եթե իրանցով լիներ, վաղուց կգային Հայաստան, վաղուց կվերադառնային, բայց մեղադրելու էլ չէ, որ հասել է սրան։ Ու ամեն մեկը չի, որ կտրուկ որոշումներ կարող կայացնի իր կյանքի համար ճակատագրական, հա, ինչի համար sense վերաբերվենք։ Ես կարծում եմ կարելի է անգամ հանրային լսումներ էլ կազմակերպել։ Հանրային լսումներ կազմակերպել, հրավիրել թե քո նշած կառույցներից, ուժային կառույցներից, օրենսդիր ներկայացուցիչներից, կառավարիչներից էլ կարելի հրավիրել եւ ինչու ոչ նաեւ Արտգործ նախարարությունից, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից, այդ հանրային լսումներ կազմակերպենք, այս մարդկանց հարցերը բարձրացնենք։ Քանի որ դու փորձենք քննարկել, ոչ միայն հարց բարձրացնել, փորձենք նաև առաջարկներով հանդես գալ փակ ինչ-որ։ Քանի որ դու արդեն խոսացիր իմ հաջորդ խնդրանքին, որը ես պիտի
ասեի արդեն, մի խնդրանք էլ քեզ գնել ջան։ Խնդրում։ Եթե նեղություն չի, այս հարցը արդի պահի, եթե հնարավոր է, եթե մարդիկ կան խոսացեք սրա մասին։ Այս թեման պիտի սրա մասին խոսալ։ Պատկերացրեք, հայերը իրանք հենց Եվրոպայում ամանչում են խոսան սրա մասին։ Ամանչում են, որովհետև բոլորն էլ ստիպված են եղել որոշ կարմիր գծեր հատել, որպեսզի նույնիսկ մարդը ամանչում է, որ ասի ես փախել եմ։ Նու շեյմ այդպես բան կա, չէ՞ որ ցեղասպանության զոհերին կամ ինչ որ հանցագործության զոհերը հաճախ ամանչում են դրա մասին խոսան, որովհետև հասկանում են, հենց այն ժամանակ էլ են հասկացել, այս տարիների ընթացքում լավ չեն քնել, որովհետև հասկանում են ինչ որ բան այն չի, բայց սրա մասին խոսալ է պետք։ Սա մեր հայերն են, սա մեր սրտացավ հայերն են։ Կարող եմ խոստանալ դրա մասին, ասեմ ավելին, Էդվին ջան, միջև քո Հայաստան գալը ինձ իմ ընկերներից Նիդերլանդներում ապրող արդեն այս խնդրի մասին ասել են, ու ես բանավոր խոսակցություն ունեցել եմ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներից Տարոնի հետ Չախոյան, ուղիղ ասեմ, բայց նկարագրեցի իրավիճակը, ասացի ես մատ կփորձեմ հասկանամ այդտեղ ինչ կա, դեռ կապի դուրս չի եկել, բայց դեռ կկապվենք եւ այո հանրային գործունեության ընթացքում նույնպես համացանցում էլ եթերներ անելուց պետքա շատ դետալային մանրամասն խոսել, որովհետեւ ամեն մեկը քանի դեռ իր կաշվի վրա, մաշկի վրա չի զգացել ինչի մասին ենք ասում, մենք ինչքան մանրամասն ենք այդքան էլ պետք է այնքան ասել, մինչև հասկանալի լինի, ըմբռնելի լինի, մարդը զգա ինչ լրջագույն խնդրի մասին է խոսքը։ Խոսքը туриզմը չի։ Խոսքը այդ մարդկանց ճակատագրերն է, որի նման ձև դասավորվելու մեղավորությունը մեծամասամբ կրում է նաև նրանց այդ որոշումներին դրդողը ցավոք եղել է մեր պետությունը ինչ որ պահի։ Սա է խնդիրը, ու պետքա, այո, մեր պետությունը պետքա մեր օգնությամբ, մեր աջակցությամբ փորձի իր մեղքը այս պարագայում կոպիտ կավաճի, մեր մեղքը պիտի ընդունի ու կավի դա։ Մենք ուրիշներից ո՞նց ենք պահանջում ճանաչեք ցեղասպանությունը։ Չէ՞։ Եկեք հիմա մենք էլ ճանաչենք, որ մեր պետությունը, այո, այս մասով իր քաղաքացիներ, միևնույնն է 18-ին հեղափոխություն ա եղել, ու այդ բարգերին ենք ոչ ասել։ Այդ մոտեցման, այդ քաղաքականությանն է ոչ ասել։ Եվ ես վստահ եմ, որ 21-ին դա կկրկնվի, բայց պետք է իսկապես հանրային քննարկումներ էլ կազմակերպել երևի թե այս ուղղությամբ, լավ, դա արդեն կխորհենք առանձին զրույցներում։ Շնորհակալություն։ Ես եմ հրավերը ընդունելու համար մեր րոպեները սպառվեցին, շատ ուրախ եմ քեզ տեսնել դարձել Հայաստանում, քո ընտանիքին ջերմ ողջույններս, հաջորդ անգամ դարձել սպասում ենք ընտանիքով գաս։ Շնորհակալ եմ։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։